Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այն դեղերի գումարներ, որ թոշակառուները ժամանակին վճարում են, հիմա չեն վճարում, պետությունն ցենցնա եւ կարող են այդ խնայված գումարներով գնալ ճամփորդության։ Դուք ինչպես եք կարծում, հնարավոր են թոշակառուները գնալ 30,000 դրամի շրջանակում ճամփորդության։ Ճամփորդության չեն կարող գնանք, իհարկե ահագին օգուտ է, ես ինքս օգտվել եմ, վերցրել եմ դեղերը, բայց ընտանիքի մյուս հոգսերը կարող են հոգալ, բայց ոչ ճամփորդության իհարկե։ Իսկ ինչ եք կարծում, այն 10,000 դրամները, որ բարձրացվեց, դա շատերն ասում են ընտրակաշարք է, ձեր կարծիքով դա ինչ տրամաբանությամբ բարձրացավ, այն դեպքում, երբ որ նախորդ ասում են չի բարձրանալու կամ թոշակառուն 10,000 դրամն չի անելու։ Չեմ կարող ասել ճիշտն ասած, բայց դա ինձ թվում է ուղղակի ինքը մտածելով, որ իրոք շատ ցածր է թոշակի քանակը բարձրացրել, չի ասի, որ դա ընտրակաշարք է։ Ոչ մի բառին չեմ հավատում։ Անվճար տեղել եմ ստացել, հիմա գնալու եմ Աշկերտից օպերացիա անելու անվճար։ Իսկ այդ գումարներով, օրինակ ժամանակին երբ որ դեղ առնում եք, մոտավոր ինչքան եք տալիս այդ։ Դե գիտեք ինչ։ Միանվագ, միայն սեդի տեղերի համար ես դիմել եմ մենակ սեդի 20,000 դրամի տեղ։ Դուք այդ գումարը դեղին չեք ծախսում, իսկ կարող եք գնալ հանգստանալու։ Այդ 20,000 դրամներով ավելացնում։ Բնական 20,000-ով չես գնա, բայց դե միևնույնն է այդ փողը, որը կարող ես ուրիշ հոգսես հոգալ։ Որտեղ նման միտք Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ այն դեղերի Նայասում կարող է մեկը գնա ծանոթի մոտ հանգստանա ինչ կա։ Ես չգիտեմ։ Դուք որ ունենաք հնարավորություն 20,000-ով ճամփորդելու, ճամփորդեք։ Չէ։ Տարեկս ցույց չի տալիս, առողջությունս ցույց չի տալիս։ Տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեր թոշակառուները ինչ են անում 10,000 դրամը, բայց պետական բյուջեով նախորդ նախատեսված չէր թոշակների բարձրացում եւ այնպես ստացվեց, որ ապրիլին բարձրացումներ եղավ։ Ձեր կարծիքով սա ավելի շատ նախընտրական շրջաններ էր կապված, թե Այսպես թե այնպես թոշակառուին դա շատ ծերնդու է։ Ուզում է, այսպես լինի ուզում է։ Հիմա ուզում եք նախընտրական համարեք, ուզում եք հետընտրական համարեք։ Ես կօգտվեմ մինչև իմ կյանքի վերջ։ Այնպես որ դա ինձ համար շատ ծերնդու է։ Ուզում եք այդպես հաշվեք, ուզում եք այնպես հաշվեք։ Ճամփորդելը չէ, բայց մենք ստանում ենք եւ դեղերը եւ վիրահատությունը արեցին իմ ամուսնուն։ Ամեն ինչ նորմալ էր։ Իսկ տեսեք, թոշակների բարձրացումը շատերը ասում են դա ընտրակաշարք էր։ Դուք ինչպես եք վերաբերվում դրան։ Չէ, չկա տենց։ Այն հանգամանքը, որ մի որոշ ժամանակ առաջ հայտարարում էր, որ դա թոշակառուն 10,000 դրամն ինչ է անում եւ հետո բարձրացրեցին։ Ինչ է ստիպեցնում ձեզ, որ բարձրացնեն։ Այդ չեմ կարող ասել։ Չէ, հա։ Ման Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կարող է 30,000։ Ասեցի դրա անունը չտա։ Իհարկե, մտքին տեղնի, մարդը առանց փողի է կճամփորդի։ Չէ, ինչպես են օթանավականի գումարը պետք սնվելու։ Օթանավականի զեղչ տոմսեր կան, մենք էլ ունենք անձնագրի մեջ պեչատ, հանգիստ կալամ։ Երբ եք զեղչով ճամփորդել։ 3 ամիս առաջ Որտե՞ղ եք։ Հոլանդիա եմ գնացել, հա, 40,000 եվրոյով։ Ահա։ Ուրիշ։ Իսկ տեսեք, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այն դեղերի, որ մենք տրամադրում ենք թոշակառուներին, այդ գումարների խնայողությամբ կարող են ճամփորդել։ Ես հիվանդ չեմ, դեղ չեմ առնում, փարքասու, իմ թոշակի փողը լրիվ կարողանում եմ ծախսեմ, օգտագործեմ։ Գիտես ինչ, մի կոպեկն էլ է տարբերություն, մի դատարկ շիշը գումար է։ Եթե մարդը ճիշտ օգտագործի, ամեն ինչ օքեյ կլինի։ Ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ տարվա սկզբին պետբյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր թոշակառուն ինչ է անում 10,000 դրամը եւ ստացվեց այնպես, որ ապրիլին բարձրացումն է տեղ ունեցավ։ Ինչ եք ուզում Նիկոլ Փաշինյանից։ Ոչ, մենք իրար շատ բան չենք ուզում, մենք ձեր կարծիքն ենք ուզում իմանալ։ Մենք գիտես ինչ ենք ուզում ենք հանգիստ ապրենք, Գազի ջան, հանգիստ։ Իրավորոք հնարավոր է հանգիստ ապրել։ Вообще Հայաստանը կարոտ է հանգիստ ապրելու, համեմատված հիմա հանգիստ է։ Դուք ինչով եք Գազի ջան, լարված ենք ապրել։ Միջև հիմա լարված ենք ապրել։ Հիմա համեմատած շատ հանգիստ ենք ապրում։ Հիմա երբ որ նաև այսքան սպառնալիքներ կա, նաև Ադրբեջանից են հայտարարում սահմանադրությունը պետք է փոխեն, սա ձեզ համար լարվածություն չի ստեղծում։ Բան ասեմ, չգիտեմ։ Ուր մինչև մետրո։ Չէ, Նիկոլ Փաշինյանն է ասում, որ այն գումարները, որ թոշակառու խնայում է դեղին գումար չի տալիս, հիմա կարող է ճամփորդել։ Լավ էլ եկեք աբսուրդի ժամերից։ Չեմ կարող, որտեղ եմ, միջև լեննական է։
Ոնց է ճամփորդը 10000 դրամը փողա որ ճամփորդը։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ մեր բարձրացած թոշակով, Բան ասում Նիկոլ Փաշինյանը տղաջան։ ասում եմ մեր բարձրացած թոշակով, մեր տված դեղերի գումարների խնայողությամբ հնարավոր Մարդու ձեռը առնի։ Ասում ես թոշակառուն 10000-ն ինչ անել։ Ինչ անել, մի չի ուզում թոշակառունը 10000 դրամ ասում են ինչ ան։ Այս տեսեք, նման բան հայտարարեցին, բայց հետո բարձրացեցին, ձեզ ինչով էր պայմանավորված։ Բարձրացեցին ես թանկության մեջ մեկը 10000 դրամը դեր չի խաղ։ Իսկ ձեր ընտրությունների հետ պայմանավորված էր։ Այդ բարձրացումները կարող է նաև ընտրությունների հետ պայմանավորված։ Արչի որ ընտրությունների։ Պետք է Ձեր դեպքում որ բարձրացել է, դուք իրեն ընտրեք։ ում ընտրեմ։ Նիկոլ Փաշինյանին։ Ես Այո, բարձրացման համար։ չէ։ Ես չեմ ընտրել։ Ինչու՞ մարդիկ ասում են մենք ընտրենք այդ Ես բարձրացման համար։ ընտրեմ, թոնտրի ես չեմ ընտրել։ Ճամփորդը ծիծաղի առարկա է դա։ Ծիծաղի, Փաշինյանն է նման հայտարարություն արել։ բայց այդ ես հենք անուպար չի որ դա անհետեթություն է։ Ոնց կարող է հնարավոր լինի 10000 դրամով ճամփորդել։ Իսկ 30000 դրամով հնարավոր է։ Ոչ։ Ձեզ ինչու է նման հայտարարություններ անում Նիկոլ Փաշինյանը։ Հա։ Այս դեպքում ինչու է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ կարող է գնալ ճամփորդելու։ Եսեմ։ Եթե ինքը կարող է, թող գնա այդքան գումարով, բայց մենք չենք կարող այդքան գումարով գնալ։ Ոչ իհարկե։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 10 կամ 30000 դրամի շրջանակում հնարավոր է ճամփորդել թոշակառուները։ Չեմ կարող ոչինչ ասել, գուցե ոդկով են ճամփորդում։ Չգիտեմ, ես ոչ չեմ կարող։ Իսկ օգտվել եք այդ առողջապահական ապահովագրությունից։ Ոչ։ Ինչու։ Հարկ աստծո խնդիրներ չունեմ։ Կարծում եմ չեմ էլ ունենա։ Բնականաբար բոլորն էլ գիտեն ինչով է պայմանավորված։ Չեմ ուզում կրկնվել, բայց բոլոր դեպքերում թեկուզ փոքր, բայց հաճելի է բարձրացում։ Շատ մեծ լանքի ծավալի հարց եք տալիս, որտեվ ամեն մեկը յուրովի է պատկերացնում իր ճամփորդական տեղը, երկիրը, գրպանի պարունակության հետ համապատասխան։ Ոչ մեկը չի կարող մյուսին նման լինել։ Իսկ ինչպես եք նաև վերաբերում այն հանգամանքին, որ տարվա սկզբին պետբյուջեի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեր թոշակառուները 10000 դրամն ինչ են անում եւ հետո այնպես ստացվեց, որ թոշակները բարձրացրեցին։ Ինչով էր պայմանավորված։ Խնդրում եմ պրովոկացիոն հարցեր մի տվեք։